Թե ինչպես վանականը փրկեց իր ականջները։ Իտալական հեքիաթ։ Մի մարդ ու կին էին ապրում։ Ամեն ինչում նրանք իրար հետ լիակատար համաձայն կլինեին, եթե բավական էր, որ կինը մի համով կերակուր եփեր, մարդը իսկույն դուրս էր թռչում և առաջին իսկ պատահական անցորդին բռնելով ներս քաշում ու նստեցնում սեղանի մոտ։ Այնպիսի մարդ էր, որ մի պատառ անգամ առանց զրույցի ու կատակների չէր կարողանում կուլ տալ։ Իսկ կինը ինչու պիտի ուրախանար խեղճը, երբ ճաշից նրան բաժին էր ընկնում միայն կրծոտած ոսկորները։ Սեղանի շուրջը արված կատակները նա ամուսնու հետ հավասարապես կիսում էր, բայց կատակներով հոչես կշտանա։ Նա ամուսնուն խնդրում էր, համոզում, սպառնում, բայց ամուսնու պատասխանը մեկն էր. «Սիրելի տիկինս, միթե ես մեղավոր եմ, որ դու այդքան տնարար ես։ Ես ուզում եմ ամբողջ աշխարհին ցույց տալ, թե դու ինչքան լավ եփել-թափել գիտես»։ Ինչ կին կարող էր դիմանալ նման գովասանքներին։ Լսելով ամուսնու բացատրությունները, կինը դադարում էր բարկանալուց։ Մի անգամ շուկայում կինը գնեց 2 չաղլիկ լոր։ Տուն եկավ և ամուսնուն ասաց. «Խնդրում եմ, այսօր ոչ ոքի չկանչես, ընդամենը 2 լոր ունենք, հազիվ մեզ բավականացնի։ Հիմա դրանք փետրահան կանեմ, դանակը մի լավ սրիր, որպեսզի սկսեմ»։ «Լավ կնիկ, որ ասում ես, թող քո ասածը լինի, ոչ ոքի չեմ կանչի», պատասխանեց ամուսինը։ Վերցրեց դանակը և փողոց դուրս եկավ, որպեսզի սանդղամուտքի քարի վրա սրի։ Հակառակի պես կողքից անցավ հաստափոր վանականը։ Ամուսինը չկարողացավ համբերել և նրան ճաշի հրավիրեց։ Վանականին սենյակ տարավ ու ասաց. «Տիկին, Սուրբ հորը զբաղեցրու իրեն արժանի զրույցով, մինչև դանակը սրեմ»։ Այստեղ կնոջ համբերությունը հատավ։ Նա որոշեց ամուսնուն խրատել։ «Ախ, Հայր Սուրբ», կամացուկ ասաց վանականին, «սարսափելի է նույնիսկ մտածել, որ դուք հիմա պետք է զրկվեք ձեր լավ զարդարանքից։ Դուք գիտեք, թե այդ չարագործը ինչի համար է դանակ սրում։ Անմեղ մարդկանց նա տուն է հրավիրում, կտրում նրանց ականջները և տապակում, հետո ուտում»։ Այս լսելով վանականը հավաքեց փարաջայի փեշերը ու չնայած ամորձատված խոզից ավելի չաղ էր, թեթև եղնիկի նման սլացավ փողոցով։ «Այդ ի՞նչ պատահեց նրան», գոռաց զարմացած ամուսինը։ «Նրան ոչինչ չպատահեց», պատասխանեց կինը, «բայց դրա փոխարեն մեր լորերը թռան»։ Լորերը վանականը տարավ և նույնիսկ շնորհակալություն էլ չասաց։ Ամուսինը վազեց վանականին հասնելու։ «Հեյ, Սուրբ Հայր», վազելով գոռում էր նա, «միթե դա ազնիվ արարք է, քո ինչին է պետք 2-ը, գոնե 1-ը տուր»։ Բայց վանականը չէր ուզում զրկվել թեկուզ 1 ականջից։ Դրա համար էլ նա սկսեց ավելի արագ վազել։ «Լսիր, Հայր Սուրբ, ես կեսին էլ եմ համաձայն»։ Խեղճը իզուր էր շնչասպառ լինելով գոռում։ Վանականը շուտով տեսադաշտից անհետացավ։ Ամուսինն այնքան վշտացած էր, որ նստեց ճամփեզրի քարին և այդպես էլ նստած մնաց մինչև երեկո։ Իսկ այդ միջոցին կինը տապակեց 2 լորերն ու կերավ մինչև վերջին ոսկորները։ Այդ օրվանից ամուսինը սկսեց ճաշի հրավիրել միայն իր մոտիկ ընկերներին, այն էլ տոնից տոն։